Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հարության տոնի առիթով պատարագ է մասնակցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Պատարագը մատուցում է անուշաբան եպիսկոպոս Ժամկոչյանը։ Սրբազանն ավելի վաղ հրապարակավ աջակցել է իշխող քաղաքական թիմի հակաեկեղեցական արշավին։ Կառավարության ղեկավարին եկեղեցում ուղեկցում են անվտանգության աննախադեպ մեծաթիվ աշխատակիցներ։ Նույն ժամանակահատվածում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հայրապետական Սուրբ Պատարագն է մատուցում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Տոնական այս արարողություններին նախորդել են 3 երեկոյան հանրապետության բոլոր տաճարներում մատուցված ճրագալույցի պատարագները։ 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի գրող, հրապարակախոս, հասարակական քաղաքական գործիչ և բժիշկ Զորի Բալայանը։ Նա Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից էր և ԽՍՀՄ պատգամավոր։ Տխուր լուրը հայտնել է նրա որդին Հայկ Բալայանը։ Ամերիկյան հատուկ ջոկատայինները Իրանի տարածքից արհանել են խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին։ Վիրավորսման ավելի քան 1 օր թաքնվել է լեռներում, մինչ կենտրոնական հրամանատարությունը ապատեղեկատվության հատուկ գործողությամբ շեղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուշադրությունը։ Փրկարարական աշխատանքների ժամանակ իրանական ուժերը խոցել են նաև A-10 գրոհիչ և վնասել տարհանումն իրականացնող Black Hawk ուղղաթիռը։ Դոնալդ Թրամփը կատարվածը որակել է որպես ամերիկյան զինուժի հաղթանակ, սակայն օդային տարածքում մի քանի օդանավերի կորուստը հակասում է Միացյալ Նահանգների բացարձակ գերիշխանության թեզին։ Այս միջադեպերը տեղի են ունեցել Էսֆահանի և երկրի հարավ-արևմտյան հատվածներում։ Հորմուզի նեղուցը բացելու համար Վաշինգտոնի տված 48-ժամյա վերջնաժամկետը լրանում է, ինչն էլ ավելի է մեծացնում Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու վտանգը։ Կողմերի տարածած հակասական տեղեկությունները թույլ չեն տալիս հստակ գնահատել իրավիճակը և հակամարտության իրական մասշտաբները։ And discuss why Operation Epic Fury is necessary. Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգներում հատուկ ջոկատայինների իրականացրած բացառիկ գործողության և գնդապետի փրկության մասին։ ԱՄՆ նախագահի պնդմամբ ամերիկյան ստորաբաժանումներն առանց կորուստների արդեն լքել են Իրանի տարածքը, սակայն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է փրկարարական այդ գործողության տապալման մասին։ Իրանական աղբյուրները պնդում են Էսֆահանի հարավում ամերիկյան 2 ուղղաթիռի և 1 տրանսպորտային ինքնաթիռի ոչնչացման մասին։ Պաշտոնական Վաշինգտոնն ու Թեհրանը դեռևս չեն ներկայացրել այս իրարամերժ հայտարարությունները հաստատող անհերքելի ապացույցներ։ Քուվեյթը գիշերվա ընթացքում ենթարկվել է իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումների։ Թիրախում են հայտնվել ջրի աղազատման 2 կայան, ֆինանսների նախարարության շենքը և Շուվայխ նավթային համալիրը։ Ռազմավարական այս օբյեկտները զգալի վնասներ են կրել, իսկ նավթային գոտում հզոր հրդեհ է բռնկվել։ Տարածաշրջանում մտավախություն կա, որ սա Թեհրանի պատասխանն է Վաշինգտոնի և Թել Ավիվի հնարավոր էսկալացիոն սպառնալիքներին։ Ծոցի երկրները մինչ օրս գերադասում են դիվանագիտական ճանապարհը, թեև նրանց տարեկան ռազմական ծախսերը գերազանցում են $115 միլիարդ։ Bloomberg գործակալության տվյալներով Միացյալ Նահանգների ռազմական ղեկավարությունը մարտի վերջին որոշել է Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար կիրառել խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պահեստներում եղած JASSM-R տեսակի հրթիռների գրեթե ողջ զինանոցը։ Այս աննկատելի զինատեսակն ԱՄՆ մայրցամաքային հատվածի պահեստներից այժմ տեղափոխվում է կենտրոնական հրամանատարության բազաներ և Մեծ Բրիտանիայի Ֆերվորդ ավիակայան։ Ռազմական նման վերադասավորումը տեղի է ունենում Իրանի հակաօդային պաշտպանության հնարավորությունների թերագնահատման և ամերիկյան F-15 կործանիչների խոցելիության շուրջ բարձրացած կասկածների ֆոնին։ Ըստ վերլուծաբանների Վաշինգտոնի քաղաքական ղեկավարությունը թերևս սխալ է ընկալել հետախուզական տվյալները կամ ակնկալել է իրականությունից հեռու ավելի նպաստավոր հանգուցալուծում։ Հեռար և թանկարժեք հրթիռների զանգվածային կենտրոնացումը փաստում է, որ Պենտագոնն այժմ փորձում է խուսափել Իրանի պաշտպանական գոտում կործանիչների հերթական կորուստներից։ Իրանի խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ալ Ջազիրային տված հարցազրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմական գործողությունները։ Նա ընթացիկ բախումները որակել է բացառապես որպես Իսրայելի պատերազմ, պնդելով, որ դրանց հետևանքներն արդեն դուրս են եկել տարածաշրջանի սահմաններից։ Ղալիբաֆի համոզմամբ անվտանգության համակարգի փլուզումն ու հարակից կորուստներն ազդել են ողջ աշխարհի վրա։ Իրանական կողմը հավաստիացրել է, որ պատրաստ է ռազմական առճակատմամբ և ի վիճակի է պաշտպանել սեփական պետությունը։ Պաշտոնյան միաժամանակ սպառնացել է վճռական հարված հասցնել Միացյալ Նահանգների շահերին, եթե իրավիճակը հետագայում թեժանա։ Թեհրանն առաջնահերթություն է համարում կայունության վերականգնումը տարածաշրջանային պետությունների սեփական անվտանգային մեխանիզմների միջոցով։ Խորհրդարանի ղեկավարի պնդմամբ երկարատև խաղաղություն հնարավոր է հաստատել միայն առանց Վաշինգտոնի և Թել Ավիվի միջամտության։
Assalamu alaikum, Hassan baş. Assalamu alaikum. Իրանական հատուկ ստորաբաժանումները շարունակում են ամերիկյան խոցված կործանիչի օդաչուի որոնումները երկրի հարավ-արևմուտքում։ Իրանական կրակից վնասվել է նաև մեկ այլ ամերիկյան գրոհային ինքնաթիռ։ Այս կորուստները կասկածի տակ են դնում Սպիտակ տան հավաստիացումները, թե Իրանի օդային տարածքն ամբողջությամբ գտնվում է դաշնակից ուժերի վերահսկողության տակ։ Ռազմական գործողությունների 6-րդ շաբաթում ամերիկյան եւ իսրայելական ավիացիան թիրախավորել է Իրանի նավթաքիմիական համալիրները եւ հարվածներ հասցրել Բուշեհրի ատոմակայանի հարակից տարածքին։ Պատերազմի ձգձգումը Վաշինգտոնում սրել է քաղաքական ճգնաժամը, կառավարական պաշտոնանկությունների, վառելիքի թանկացման եւ նախագահի վարկանիշի անկման պայմաններում։ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել խաղաղության բանակցություններ սկսել Պակիստանի միջնորդությամբ, սակայն հրաժարվել է կատարել Դոնալդ Թրամփի վերջնագրի պահանջները։ Հակամարտության ընթացքում ամերիկյան կողմն արդեն տասնյակ զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ ունի, իսկ պատերազմի ավարտի հստակ հեռանկարը դեռևս չի նշմարվում։ The Second Amendment to our Constitution. ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը պաշտոնից հեռացրել է ցամաքային զորքերի շտաբի պետին եւ եւս 2 բարձրաստիճան գեներալների։ Պենտագոնի պաշտոնյաներն ապշած են այս որոշումից եւ տեղի ունեցածը որակել են խելագարություն։ Կադրային այս փոփոխությունները համընկել են Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի հզորացման եւ Իրանի դեմ ծավալվող ակտիվ գործողությունների հետ։ Ըստ Axios պարբերականի աղբյուրների Ռենդի Ջորջի հեռացման հիմքում նախարարի հետ ունեցած սուր անձնական անհամատեղելիությունն է։ Պաշտոնից զրկվել է նաև ցամաքային զորքերի վարժանքների հրամանատարը եւ կապալարների կորպուսի ղեկավարը։ Զինվորականների շրջանում մեծ տարակուսանք է առաջացրել պատերազմական թեժ պահին զորքերի եւ տեխնիկայի տեղակայումը համակարգող փորձառու հրամանատարներին փոխարինելու քայլը։ That some